Պատկերացրեք մի տեղ, որտեղ խաղաղության մասին խոսում են մայրաքաղաքներում, բայց գիշերը մարդիկ արթնանում են կրակոցների ձայնից։ Մի վայր, որտեղ քարտեզների վրա գծվում են նոր երթուղիներ, բայց տեղում մարդիկ չգիտեն, վաղը կկարողանան իրենց հողը մտնել։ Սա սցենար չէ, սա ֆիլմ չէ, սա Սյունիքն է։ Այսօր Սյունիքի մարզը դարձել է տարածաշրջանային ամենավտանգավոր և միաժամանակ ամենակարևոր կետերից մեկը։ Այստեղ են խաչվում պատերազմն ու խաղաղությունը, խոստումները և վախերը, տնտեսական ծրագրերն ու մարդկային ճակատագրերը, և այս ամենի կենտրոնում հայտնվել է մի նախագիծ, որը մամուլը անվանել է Թրամփի երթուղի։ Ինչ է դա իրականում, խաղաղության ճանապարհ, թե նոր ճնշման մեխանիզմ, տնտեսական հնարավորություն, թե Սյունիքի դատարկման վտանգը։ Այս տեսանյութում մենք խոսենք ոչ թե հայտարարությունների, այլ իրական կյանքի մասին։ Սյունիքը Հայաստանի ամենափոքր մարզերից չէ միայն տարածքով, այն մեծ է իր նշանակությամբ։ Դարեր շարունակ Սյունիքը եղել է առևտրական ուղիների հատման կետ, ռազմական հակամարտությունների թատերաբեմ, մշակույթների և շահերի բախման գոտի։ Այսօր Սյունիքը դարձել է Հայաստանի աշխարհաքաղաքական ողնաշարը։ Առանց Սյունիքի Հայաստանը չի ունենում ուղիղ կապ Իրանի հետ։ Առանց Սյունիքի տարածաշրջանային հաղորդակցությունները կորցնում են հավասարակշռությունը, և հենց սա է պատճառը, որ Սյունիքը դարձել է մեծ խաղի կենտրոն։ Տասնամյակներ շարունակ Սյունիքը ապրել է լարվածության մեջ, սահմանը միշտ եղել է մոտ, պատերազմը զգացվող։ Շատ գյուղեր աստիճանաբար դատարկվել են, երիտասարդները հեռացել են, տնտեսությունը թուլացել է, բայց մարդիկ մնացել են ոչ թե որովհետև հեշտ է, այլ որովհետև դա իրենց տունն է։ Ներքին Հանդ գյուղում այսօր ապրում է մոտ 20 ընտանիք։ Գյուղը երեք կողմից շրջապատված է ադրբեջանական դիրքերով, բլուրների վրա մշտական զինվորական ներկայություն կա։ Գյուղացիները պատմում են, որ կրակոցները դարձել են առօրյա, հատկապես գիշերը։ Այստեղ խաղաղությունը թուղթ է, իսկ վախը իրականություն։ Գյուղատնտեսական հողերը, որոնք տարիներ շարունակ կերակրել են ընտանիքներին, այսօր կամ վտանգավոր են, կամ անհասանելի։ Ականները ոչ միայն ֆիզիկական սպառնալիք են, դրանք հոգեբանական ճնշում են։ Մարդիկ չեն պլանավորում ապագան, նրանք ապրում են օրով։ Օգոստոսին Վաշինգտոնում ստորագրված ժամանակավոր խաղաղության համաձայնագրում ներառվեց մի կետ, որը արագ դարձավ ամենաքննարկվողը՝ առևտրային միջանցքը, որը լրատվամիջոցներում ստացավ ոչ պաշտոնական անուն՝ Թրամփի երթուղի։ Նպատակը տարածաշրջանային հաղորդակցության բացում, առևտրի ակտիվացում, հակամարտության նվազեցում տնտեսական շահերի միջոցով, բայց իրական հարցը մեկն է՝ ով է վերահսկելու այդ ճանապարհը։ Միջանցքները երբեք միայն տնտեսական չեն լինում։ Ով վերահսկում է ճանապարհը, նա վերահսկում է նաև անվտանգությունը, տեղաշարժը, ազդեցությունը տարածաշրջանում։ Սյունիքի դեպքում սա ճակատագրական հարց է։ Սյունիքում մարդիկ չեն վախենում միայն պատերազմից, նրանք վախենում են, որ Հայաստան-Իրան հյուսիս-հարավ առևտրային կապը կթուլանա կամ կկտրվի։ Իսկ Սյունիքի համար ոչ թե քաղաքական ուղղություն է, այլ կենսական ուղի։ Խաղաղության մասին խոսելիս պետք է մի հարց տալ՝ արդյոք տեղում մարդիկ զգում են այդ խաղաղությունը։ Եթե խաղաղությունը կա, ինչու գյուղերը դատարկվում են, ինչու մարդիկ չեն վերադառնում։ Խաղաղությունը պետք է զգացվի, ոչ թե միայն ստորագրվի։ Տարածաշրջանը վաղուց դուրս է եկել միայն հայ-ադրբեջանական հակամարտության շրջանակից։ Յուրաքանչյուր մեծ ուժ ունի իր շահը, բայց տեղացիների շահը հաճախ մնում է վերջին տեղում։ Եթե նախագիծը իրականացվի առանց տեղական վերահսկողության, հնարավոր է բնակչության արտահոսք, Սյունիքի դատարկում, երկարաժամկետ անկայունություն։ Դեկտեմբերի 15-ին Բրյուսելում տեղի ունեցել հանդիպում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արադ Միրզոյանի և Եվրոպական միության արտաքին քաղաքականության պատասխանատուների միջև։ Հանդիպումը կազմակերպվել էր ԵՄ գործընկերների նախաձեռնությամբ և անցկացվել էր ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափի շրջանակում։ Քննարկմանը մասնակցել են Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ և ԵՄ արտաքին ու անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալսը, ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը, ինչպես նաև անդամ պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները և ներկայացուցիչները։ Քննարկումների ընթացքում կողմերը անդրադարձել են Հայաստան-ԵՄ համագործակցության վերջին զարգացումներին, ընդգծելով արդեն արձանագրված արդյունքները և առաջիկա քայլերը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ռազմավարական գործընկերության խորացմանը և համատեղ նախաձեռնությունների իրականացման ընթացքին։ Եվրոպական միության անդամ երկրները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը, կայունության ամրապնդման և ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ իրականացվող ջանքերին։ Քննարկվել են նաև անվտանգությանը վերաբերող հարցեր, այդ թվում հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի միջոցները։
տարածաշրջանային գործընթացների համատեքստում անդրադարձ է կատարվել հաղորդակցությունների ապաշրջապակման հեռանկարների և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի առաջմղմանը։ ԵՄ ներկայացուցիչները նշել են, որ պատրաստ են շարունակել աջակցությունը խաղաղության և համագործակցության ամրապնդմանը Հարավային Կովկասում։ Հանդիպման ավարտին Արադ Միրզոյանը մամուլի համար ընդգծել է, որ ընդամենը մի քանի շաբաթ առաջ կայացած Հայաստան-ԵՄ գործընկերության խորհրդի նիստը կարևոր փուլում էր երկկողմ հարաբերություններում։ Նրա խոսքով, ընդունված ռազմավարական օրակարգը նոր մակարդակի է բարձրացրել համագործակցությունը, ընդգրկելով ինչպես տնտեսական և դիմակայունության հարցեր, այնպես էլ անվտանգային բաղադրիչը։ Նախարարը անդրադարձել է նաև վիզաների ազատականացման գործընթացում գրանցված առաջընթացին, նշելով, որ այն կարևոր նշանակություն ունի Հայաստանի քաղաքացիների և ԵՄ-ի հետ կապերի խորացման համար։ Բացի այդ, քննարկվել են ենթակառուցվածքային ծրագրերը և Եվրոպական միության հնարավոր ներգրավվածությունը տարածաշրջանային նախագծերում։ Բրյուսելում կայացած այս հանդիպումը միայն դիվանագիտական հերթական շփումը չէր, այն տեղի ունեցավ մի փուլում, երբ Հայաստանը փորձում է վերաիմաստավորել իր արտաքին քաղաքական առաջնահերթությունները և ամրապնդել հարաբերությունները միջազգային գործընկերների հետ։ Եվրոպական միության հետ ռազմավարական օրակարգի ընդլայնումը փաստում է, որ կողմերը հարաբերությունները դիտարկում են ոչ թե միայն տեխնիկական համագործակցության, այլև ավելի խորքային, քաղաքական և անվտանգային մակարդակում։ Սա ներառում է ոչ միայն տնտեսության և ենթակառուցվածքների զարգացումը, այլ նաև Հայաստանի դիմակայունության բարձրացումը տարածաշրջանային ու գլոբալ մարտահրավերների ֆոնին։ ԵՄ-ի կողմից հնչեցված աջակցությունը ժողովրդավարական բարեփոխումներին և հիբրիդային սպառնալիքներին հակազդելուն ցույց է տալիս, որ Հայաստանը դիտարկվում է որպես գործընկեր, որը կանգնած է բարդ, բայց ռազմավարական կարևորագույն ճանապարհի վրա։ Միևնույն ժամանակ, հաղորդակցությունների բացման և տարածաշրջանային խաղաղության թեմաները շարունակվում են մնալ առանցքային, քանի որ դրանք ուղղակիորեն առնչվում են Հայաստանի անվտանգության և տնտեսական ապագային։ Վիզաների ազատականացման գործընթացում արձանագրված առաջընթացը ևս ունի ոչ միայն տեխնիկական, այլև քաղաքական նշանակություն։ Այն սիմվոլիկորեն մոտեցնում է Հայաստանն ու Եվրոպական միությունը, ընդլայնելով մարդկանց միջև կապեր և խորացնելով փոխադարձ վստահությունը։ Այս ամենը ցույց է տալիս, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները մտնում են նոր փուլ, որտեղ խոսքը այլևս միայն հայտարարությունների կամ ձևական հանդիպումների մասին չէ։ Կողմերի միջև ձևավորվում է ավելի հստակ օրակարգ, որը ներառում է քաղաքական, տնտեսական և անվտանգային բաղադրիչներ։ Միևնույն ժամանակ, այս գործընթացը լի է հարցերով ու մարտահրավերներով։ Ինչքանով արագ կարող են իրականացվել պայմանավորվածությունները, ինչպես կազդեն տարածաշրջանային զարգացումները այս համագործակցության վրա, և ամենակարևորը, ինչպես այս հարաբերությունների խորացումը կարտացոլվի Հայաստանի քաղաքացիների առօրյայում։ Այս հարցերի պատասխանները դեռ ձևավորվում են, բայց ակնհայտ է մի բան. Բրյուսելում հնչած ուղերձները ցույց են տալիս, որ Հայաստանը փորձում է իր տեղը ձևավորել փոփոխվող աշխարհագրական միջավայրում, կառուցելով գործընկերություններ, որոնք հիմնված են երկարաժամկետ շահերի և փոխադարձ պատասխանատվության վրա։ Առաջիկա ամիսները ցույց կտան, թե որքան կայուն և արդյունավետ կլինի այս ուղին, իսկ մինչ այդ Հայաստանը կանգնած է ընտրության առաջ՝ ինչպես օգտագործել ստեղծված հնարավորությունները և ինչ ուղղությամբ տանել իր արտաքին քաղաքական օրակարգը։